Illustrator-ի 26 թվականի տարբերակում բարելավել են ֆոնտերի վահանակը, որը այժմ բաղկացած է Your Font, Libraries և Discover More ենթավահանակների։ Եկեք տեսնենք, թե ինչ տարբերություններ կան այս 3 թաբերի մեջ և ինչ նորություններ են մտցվել Adobe Illustrator-ի ֆոնտերի հետ աշխատանքում։ Եթե մենք ունենք այս դոկումենտը, ապա սեղմելով Your Fonts, մենք տեսնում ենք այն ֆոնտերը, որոնք ինստալ են արված մեր համակարգչում։ Ամեն ֆոնտի վրա կանգնելիս մենք կարող ենք ավելացնել նրան որպես favorite։ Այստեղից կարող ենք սեղմել և այն մեզ ցույց կտա այդ ֆոնտերի նման ֆոնտերը, այժմ կարող ենք սեղմել back։ Այստեղից մենք կարող ենք այն ավելացնել մեր library-ներում։ Բացի դրանից, վերևում մենք ունենք favorite-ների նայելու հնարավորությունը։ Այստեղ մենք ունենք ցուցադրել ընթացիկ ավելացած ֆոնտերը։ Այստեղ մենք կարող ենք տեսնել մեր համակարգչի local ֆոնտերը, որոնք ունենք մեր համակարգչում։ Սեղմելով այս մի այկոնի վրա, այն մեր մոտ ցույց կտա, թե ինչպիսի ֆոնտեր կան մեր դոկումենտում, և այստեղ մենք կարող ենք տեսնել այն ֆոնտերը, որոնք ավելացվել են Adobe ֆոնտերից։ Այստեղ մենք ունենք Clear All կոճակը, եթե մենք այն սեղմենք, ապա կբացվի այդ մեր բոլոր կարգավորումները, որը մենք այստեղից ընտրեցինք։ Եվ եթե մենք օրինակ այժմ ունենք այս ֆոնտերը, այստեղից փոխենք ֆոնտերի տեսակները, այժմ նորից բացենք մեր ֆոնտերը, ընտրելով այս text box-ը, բացենք այս մեր ֆոնտերի նոր վահանակ։ Եթե մենք տալիս ենք ֆիլտրներ, ապա այս ֆիլտրի բաժնում կարող ենք ֆիլտրել լեզուները և գրվող համակարգերը, այսինքն writing system-ները, ինչ լեզվով է ուզում, որ այն ֆիլտրվի, այսինքն առանձնացվի այդ ֆոնտերը։ Այստեղ կարող ենք ֆիլտրել ֆոնտի տեխնոլոգիաները, այսինքն ինչ կոդավորում ունեն ֆոնտերը, SVG, OpenType կամ TrueType։ Նա կարող է միացվել, անջատվել։ Ներքևում մենք ունենք ֆոնտերի կլասիֆիկացիան, թե ինչ տիպի ֆոնտեր ինքը ցույց կտա, այդ ֆոնտ family-ները։ Այստեղ ունենք ֆոնտերի ծանրությունը, width-ը և նրա լայնությունը, weight and width։ Եվ անպատասխան, եթե մենք սեղմենք օրինակ bold-երի վրա, ապա այստեղ մենք կտեսնենք միայն bold-երի ֆոնտերը։ Ստեղից կարող ենք տալ clear all, և եթե մենք ունենք ինչ-որ ֆիլտրներ, ֆիլտրները կմաքրվեն։ Այժմ եթե մենք բացենք libraries, ապա դուք այստեղ կարող եք օրինակ տեսնել այն ֆոնտերը, որոնք ավելացվել էին իմ գրադարանում։ Այս ֆոնտերը կարելի է այստեղից նույնպես ավելացնել favorite-ի, կարելի է այստեղից նրան ջնջել այդ գրադարանից։ Եվ վերջինը մենք ունենք Discover More։ Երբ որ մենք անում ենք Discover More, ապա մենք միանում ենք Adobe ֆոնտի սերվերին, որտեղից մենք կարող ենք ընտրել այն ֆոնտերը, որը մենք ավելացրել էինք, ունենք նոր թողարկած ֆոնտերը, այսինքն նրանք բաղկացած են տարբեր բաժիններից և համապատասխան դրանց մենք կարող ենք ընտրել այդ ֆոնտերը, որից հետո ընտրելուց հետո այստեղ մենք այն կարող ենք ավելացնել օրինակ մեր գրադարանում։ Եվ եթե մենք բացենք գրադարանը մեր, դուք կտեսնեք, որ այդ ֆոնտերը արդեն ավելացան մեր գրադարանում։ Ստեղ մենք ունենք setting-ներ, global setting-ներ։ Երբ որ մենք բացում ենք global setting-ները, մենք կարող ենք, եթե օրինակ գտնվում ենք Your Font այս վահանակում, այստեղ կարող ենք ներկայացնել դիտման չափերի մեծությունը, կարող ենք այստեղից, եթե մենք ունենք օրինակ ընտրված տեքստ, բացենք այս վահանակը և տանք, որ նա ցուցադրի այդ մեր ընտրված տեքստը։ Այդ դեպքում այս կողմում մենք կունենանք այն տեքստը, որը այստեղ ընտրված է։ Իսկ եթե ուզում ենք նայենք արդեն համապատասխան ուրիշ տեսակի ֆոնտերով ամեն մի այս տեսակը, դուք կարող եք ստեղից ընտրել, թե ձեզ ինչ է հարկավոր։ Եթե թվեր են պետք, կարող եք նայել թվերը։ Ներքևում մենք ունենք recently used, այսինքն այն ֆոնտերը, որոնք այժմ օգտագործվում են, օրինակ մեր մոտ երևում է, որ մենք այստեղ միացրել ենք 10 ֆոնտ։ Եթե մենք տանք մեկ ֆոնտ, ապա մեր մոտ ցույց կտա
այդ մեկ ֆոնտը, այդ ֆոնտերի քանակը մենք այստեղից կարող ենք որոշել, թե այն քանի հատ ցույց տա։ Ստեղ մենք ունենք show fonts name in English, այսինքն ֆոնտերի անունները միայն ցույց տրվի անգլերեն։ Դրա համար սա միացնելուց հետո մենք պետք է իլյուստրատորը նորից անջատենք եւ բացենք, որպեսզի այդ փոփոխությունը երևա։ Եվ այստեղ ունենք auto activate Adobe Fonts, որ եթե մեր մոտ ինչ-որ ֆոնտեր չունենք, ապա ծրագիրը ավտոմատ ակտիվացնում է Adobe ֆոնտերը եւ ները բեռնում Adobe ֆոնտերից մեր համակարգչի մեջ, որպեսզի այն արդեն լինի այս մեր ֆոնտերի պատուհաններում։ Այստեղ էլ եթե մենք օրինակ սեղմենք այս icon-ի վրա, որը ցույց է տալիս այն ֆոնտերը, որը որ մեր դոկումենտում են, եւ այստեղ ունենք show Adobe Fonts նորից, եթե սեղմենք, ապա կերևան այդ Adobe ֆոնտերը։ Տեղից նույնպես կարելի է այն մաքրել։ Այս փոփոխությունները, որոնք կատարվել են Adobe Illustrator 26 թվականի տարբերակում, բավականին հեշտացրել են ֆոնտերի հետ աշխատելը, զտելը եւ ներբեռնելը Adobe ֆոնտերից։